Մենք այսօր ցավոք սրտի ապրում ենք մի իրականությունում, երբ ամեն ինչ հնարավոր է։ Օրինակ իմ համար, իմ գիտակցության մեջ անհնարին էր միայն մի բան, որ Հայաստանը հրաժարվեր Արցախից։ Եվ եղավ։ Իմ ամենավատ երազներում ես երբեք չէի տեսել Արցախի ամբողջական կորուստ, բայց եղավ։ Եվ եթե խոսում ենք հավանական պատերազմից, իհարկե հնարավոր է։ Վերջին հաշվով Հայաստանի դարբասը, Հայաստանի անվտանգության երաշխիքը Արցախն էր։ Այն որ տարիներ շարունակ մենք խոսում էինք, որ Հայաստանն է հանդիսանում Արցախի անվտանգության երաշխիք, պարզվեց որ ոչ, հակառակն էր։ Եվ մենք հրաժարվել ենք այդ անվտանգության երաշխիքից։ Մենք բացել ենք մեր ամրոցի դռները եւ սպասում ենք այո թշնամուն։ Հիմա այստեղ հարցը թե թշնամին ինչպես կմտնի։ Ասում են մեքենաներով։ Թե բեռնված էշով։ Ոսկով բռնված էշով։ Իմ կարծիքով այդ ոսկին էլ է արդեն եկել այստեղ։ Ես վստահ եմ որ տարիներ հետո բոլոր այն քննիչները ովքեր նաև կարողանան ճիշտ հաշվարկներ կատարել, շատ բաներ կբացահայտեն։ Խոսքը տրամական ֆինանսական հաշվարկների մասին է։ Եվ այո, ինքը պատրաստ է այսօր ընդունել Ադրբեջանին ցանկացած ձևով, ցանկացած տեսքով։